Հարգելի հետևորդներ, ուզում եմ մի փոքր խոսենք քարտից, տարրո, որը կապ ունի հենց ինքը կոչվում է կառապան, կարգ, 7-րդ մեծ հոգևոր արկանն է, ինչից նա կարող է խոսել։ Ընդհանրապես, այստեղ բավականին կան շատ հետաքրքիր սիմվոլներ, որտեղ մենք ուշադիր որ նայում ենք, հա, կառապանին, որը որ պահել է, կարողանում է իրավիճակը այս իր դեմոններին, հա, ուրեմն խավարի ուժին եւ լույսի ուժին կառավարել կանգնած, տեսնում եք, եւ նա պաշտպանված է եւ դիմացը ազատ է, հա, որ ճանապարհն էլ նա ընտրի, ինքն է իր ճակատագիրը գրում։ Անցնենք առաջ, մենք ինչ կարող է բնութագրել, սա Ապոլոնին, Հելոսին, Հորուսին, Հերմեսին, սա 21-րդ լուսնային օրն է, այսինքն Մարսը այստեղ մեծ դեր է խաղում, հաղթողից է խոսում բացառիկ ուժ ունեցող մարդուց, որը կարող է ճառագայթել, լուսավորել եւ այլն։ 7-ից 18-րդ ուղին է սա, այսինքն հեթանոսների ժամանակից Գեբուրայից մինչև Բինա, այսինքն ուժից մինչև բանականություն, խորը որպես ուժի պորտքում խեցգետինն է, իսկ այստեղ մեծ արջի համաստեղելիության մասին ենք նաև խոսում։ Բոլոր այստեղ ուրեմն հերոսները հաղթանակած են ապոկալիպսիսից առեղծվածային տարած, հա, արարածները, Շիվայի, եթե գիտեք դուք միֆիոլոգիան, Եզեկիելի եւ Եղիայի կարգերը, արևային դիցաբանական կերպարները, սա Ֆայտոնն է, հա, Իկարոսի հետ էլ կապ ունի, օկուլտ իմաստը սրա հաղթանակն է, պաբեդա, 50 տարբեր խաղաքարտերի տուփերից հենց այս քարտը բավականին տարբերվում է մյուս քարտերից, այսինքն ինչի մասին կարող է խոսել այս քարտը, հա, որպես մարդուն սֆինքսերը, հա, ըստ լեգենդների հին ժամանակներից ասում էին, որ սֆինքսները հենց հանելուկներ էին հարցում ճանապարհորդներին, եւ եթե այստեղ մարդը ճիշտ կռահեր, կարող էր ստանալ ինչ ուզում էր, հա, բայց եթե սխալ թույլ տար, կարող էր վճարել իր կամքով։ Այստեղ չի կարելի գլխի վրայով մարդկանց գնալ, որովհետև կարող ես շուռ գալ, բայց ամենայն դեպս դու պետք է համբերատար լինես, դեմդ դնելով պլաններ եւ սկսել կամանց պլաններդ իրականացնել, այլ ոչ թե մարդկանց գլխի վերևով, սիրելի